Լևոն Զուրաբյան, Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ։ Նիկոլ Փաշինյանը հենց նոր ուղիղ եթերում հաստատեց, որ վեհափառի օտար երկրների ծառայություններին զեկուցելու իր իսկ մեղադրանքի վերաբերյալ իրավապահ որևէ մարմնում վարույթ գոյություն չունի, ինչպես նաև հաստատեց, որ նա ազգային անվտանգության ծառայությանը պաշտոնապես այդ մեղադրանքի հետ կապված տեղեկություններ չի փոխանցել։ Ինչ է ստացվում։ Վեհափառի հեռացման Փաշինյանի ներկայացված գլխավոր պատճառաբանությունը պարզվում է որևէ իրավական հիմք կամ ապացույց չունի, հետևաբար տարրական զրպարտություն է։ Այսինքն եկեղեցու դեմ կատարված իր ապօրինի հարձակումների գաղափարական հիմնավորումները նույնքան ապօրինի են, ինչքան որ ապօրինի են հարձակումները հայ առաքելական եկեղեցու դեմ։ Մի բան էլ ասաց, որ իրավական գործընթացներին ընթացք չեն տալիս ելնելով ազգային անվտանգության շահերից։ Այս տգետին մի բան պիտի բացատրեմ։ Աշխարհի բոլոր բռնապետները սահմանադրության եւ օրենքների խախտումները եւ բռնապետության հաստատումը հիմնավորել են ազգային անվտանգության շահերով, ոչ թե օրինակ իշխանությունը պահելու մոլագար ցանկությամբ։ Իրականում հենց Նիկոլ Փաշինյանն է գլխավոր սպառնալիքը մեր ազգային անվտանգության եւ ժողովրդավարության համար։